ընդդիմության հասցեին կա քննադատություն հասարակական գործիչների մի խմբի կողմից, որ անվստահության գործընթաց այդպես էլ չեն սկսում, թե ինչու հայտնի չէ, որովհետև մինչ այս պարզաբանումը այն էր, որ եթե տապալվի 6 ամիս հետաձգվելու է այդ անվստահության գործընթացը, բայց ասում են ինչ տարբերություն, առանց այդ էլ 1-2 տարի արդեն անվստահության գործընթաց չեն կանում, ինչն է պատճառը։ Այդ գործիչները նաև իրենց թույլ են տալիս ասելու, որ մենք դեմ ենք իմպիչմենտին, մոռանալով, որ իմպիչմենտի մասին առաջինը ես եմ հայտարարել 2022 թվականի օգոստոսին բացատրել եմ այդ ընթացակարգը, մենք ոչ միայն դեմ չենք այդ գործընթացին, այլ նաև պատրաստ ենք խոսելու, քննարկելու եւ բավարար ու անհրաժեշտ պայմաններ լինելու դեպքում սկսել այդ գործընթացը, բայց եթե ոմանց պետքա դա շոու սարքել, այսինքն այն գործիչը, որ թույլ է տալի իրան մեզ համեմատելու, չգիտեմ, Արման Բաբաջանյանի կամ Արամ Սարգսյանի հետ հետո ուզում է քննարկել այդ հարցերը, եթե լուրջ խոսակցություն լինի, այդ խոսակցություններին մենք կարող ենք իրական քննարկենք, իրական պրոցես անենք։ Մենք այդ պրոցեսին դեմ չենք եղել եւ դեմ չենք։ Մնացածը արդեն դետալների հարց է։ Նարեկ Մայլյանը շոու է անում ես ձեզ։ Ես այսպես ասեմ, իմ մոտ տպավորությունն է, որ գործընթացը ավելի անլրջացնելու փորձ է կատարում, քան թե լրջորեն լրջացնելու։ Ես չգիտեմ ում նպատակը ինչ է, շատ է, այսինքն ավելի պարզ ասեմ, լավ էլ գիտեմ ով ինչ նպատակ ունի։ Հիմա չեմ ուզում այդ դետալների մեջ խոսեմ, երբ որ կգա լուրջ խոսակցության ժամանակ խոսենք։ Սաղաթելյան, բայց ի՞նչն է, որ մենք դեմ ենք, այդ ձև չի, էլի։ Բայց ի՞նչն է խանգարում, որ սկսեք գործընթաց։ Ձեզ ասում են ոչ մի բան չունեք կորցնելու։ Ինչ եք կորցնելու։ Եթե սկսեք, մի հատ փորձեք, մնացածը կտեսնեք։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ մի հատ փորձանեք։ Որպես լրացում ասեմ, օրինակ եթե ժողովրդի աջակցություն է պետք, այդ աջակցությունը անցած տարի կար, չգիտեմ, падգամավորներ կան հիմա, որ ԿՊ-ից դուրս են եկել, այսինքն կան էլի ինչ որ։ Այսինքն ձեզ իրոք ձեր մոտ տպավորություն կա, որ այս գործընթացը հաջողելու համար ընդհանրապես պակասում է, որ մեր падգամավորները ինչ-որ տեխնացուի տակ ստորագրեն, դա է պակասում։ Ու մենք խնդիրն է, որ վարչապետի տեխնացուի շուրջ համաձայնություն չկա, որտեղ իմպիչմենտ հայտնելու բայ սկսած պետք է հայտարարվի նոր վարչապետ։ Ես չեմ ճանաչում խոշոր ուժերի միջև վարչապետի տեսեք, էս էլա շատ արհեստական։ Ուրեմն ձեզ այս թեման լուրջ է, էլի պետք է սկզբից հերթով խոսենք, որ մարդկանց համար ամբողջական պատկերը լինի, ասենց ոտի վրա եւ այլ, բայց փորձեմ ասել։ Խորհրդարանական ընդդիմությունը պարզ ապացուցել է կոնկրետ, օրինակ սրբազան շարժման ժամանակ։ Երբ որ այս սրբազան շարժումը կար, Բակրատ Սրբազանը չասեց ինձ հրճակեք վարչապետի տեխնացու, ես գնամ շարժում սկսեմ։ Մի հատ մեծ պրոցես գեներացվեց եւ հրապարակը ընտրեց վարչապետի տեխնացու, դրանից առաջ նաեւ բոլոր քաղաքական ուժերը խորհրդակցության ժամանակ տեսակետ ներկայացրեցին, որ ճիշտ է, որ շարժումը ղեկավարել է ինքնելիմի տեխնացու, խորհրդարանական ընդդիմությունը ամսին հայտարարելուց հետո ասես մենք պատրաստակամ ենք հենց հիմա ստորագրել ցանկացած տեխնացուի շուրջ, ում հրապարակը դուք շարժումը մեջտեղ կբերի։ Այսինքն երբ որ ասում են դուք չեք արել, խուսափել եք, չգիտեմ ինչ, ես շատ կոնկրետ օրինակ եմ ասում։ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ մենք ունեցել ենք վարչապետի տեխնացու Վազգեն Մանուկյանին։ Եվ մեր ամբողջ process-ը եղել է, որ իմպիչմենտի գործընթաց սկսենք եւ այդ օրվա խորհրդարանական ընդդիմության հետ բանակցություններ են տեղի ունեցել, քննարկումներ են տեղի ունեցել, process-ը եղել։ Դիմադրության ժամանակ, հիմա դրան էլ կանադառնամ։ Դիմադրության ժամանակ դա չեն կարել մինչեւ օգոստոս, որտեղ մի տարվա սահմանափակման մեջ ենք ընկնում, այսինքն կառավարության ղեկավար ընտրվելուց հետո 1 տարի իրավունք չունես իմպիչմենտ։ Այդ է եղել պատճառը, որ շարժման պիկին տեխնացու չեն առաջադրել։ Իսկ ինչ վերաբերում է Բակրատ Սրբազանի պատմության, այդ հարցին բավականին երկար մանրամասնել ենք։ Այո, խոչընդոտներից մեկը եղել է այդ օրերին միանգամից խորհրդարան չմտնելու նա, որ կար այդ արգելքը։ Այդ ժամանակ գիտեք, եղել են իրավաբանական խորհրդակցություններ, այնտեղ կար, որ կարելի է ճնշման արդյունքում արագ օրենքի փոփոխություն անել, այդ արգելքը վերացնել, մենք դրա վրա ենք աշխատում եւ այդ ճանապարհով Սրբազանը վերադառնանք, հիմա ընդդիմություն ունի վարչապետի տեխնացու, թե շարունակում է դա մնալ։ Ընդդիմությունը ունի վարչապետի ոչ թե մեկ, այլ մի քանի տեխնացու։ Խնդիրը հետեւյալն է, այս process-ը որքան է լուրջ, որովհետեւ լուրջ տեխնացուն պետքա բավարար հիմքեր տեսնի, որ այդ process-ի մեջ մտնի։ Մեզ պետք չի գալ այստեղ մի ժամանոց քվեարկություն անել, ԿՊ-ն ընտրի Նիկոլ Փաշինյանին ու հետո դուրս գանք միջազգ, ասեք ախպեր, ես ինչ արեցիք։ Մեզ
պետք է, եթե մենք մտնում ենք խորհրդարան, արդյունք ունենանք։ Հիմա ասում են մեկ падգամավորի ստորագրությունը բավարար է process սկսելու։ Ժորժան, այդ ձև չի, process սկսելու համար, այդ process-ը համարվում է process այն ժամանակ, երբ որ 36 ստորագրությամբ փաստաթղթերը մուտք կհարվեն խորհրդարան։ Այսինքն իմ ցանկությունը հիմա ես քո իմ կամ մյուսի անունը գրեմ մի հատ թղթի վրա, ասեմ իմ վարչապետի տեխնացիան է, դա նշանակում է impeachment-ի process։ Պարոն Սաղաթելյան, եթե գիտեիք, որ Բագրատ Սրբազանի դեպքում կա այդ արգելքը, ինչու այդքան մարդ մայիսին որ հավաքված էր, ինչու տուն ուղարկեցիք, ասացիք նա impeachment ենք ամ, այսինքն եթե գիտեիք, որ այն էլ չի լինելու, ինչի այդ մարդկանց։ Ինձանից հարցերի պատասխան եք ուզում, որոնց պատասխանը Սրբազանը տրվել է։ Ես ընդհանրապես դուք չեք կարող ասել մի դեպք, ես որ մարդկանց տուն եմ ուղարկել, այս հակակարողությունը, որ արվել է, հատկապես իմ նկատմամբ տուն ուղարկել, ես կարամ ասեմ 10 գիշերներ, որ ես մնացել եմ փողոցում, շատ հիմիկվա խոսողներ հետս չեն մնացել։ Սկսած հայանիկի փրկության շարժման դեկտեմբերի 23-ից, որ հայտարարեցինք մնանք, քանի հոգի մնաց։ Այսինքն չեք կարող ասել, որ ես մարդկանց տուն եմ ուղարկել։ Սրբազանը տվել է այդ հարցերի պատասխանը։ Ես հիմա ինչի վերադառնամ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկում դրա համար է որն է Չկա impeachment։ Ես նորից պնդում եմ, որ impeachment-ը այն ճանապարհներից մեկն է, որով կարելի է հասնել։ Բավականին ուժեր այս ընթացքում հավակնություններ են ներկայացրել, հայտարարություններ են արել, շարժումներ, process-ները սկսելու մասին։ Հիմա տեսնենք, այս ուժերը վերջը մի բան սկսելու են, թե այս ուժերի գլխավոր թիրախը այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն է։ Ես դաշնակցության մասով ասեմ, գիշեր ցերեկ Հայաստանի մարզերից սկսած վերջացած տեղից լուրջ նախապատրաստական աշխատանք ենք անում մեր բացերը, բաց թողումները, այն բոլոր սխալները, թերությունները, որ ունեցել ենք, դրանք շտկելու, մեր ուժերը ամրապնդելու, որ երբ որ դուրս գանք փողոց, գոնե այս անգամ վերջնական արդյունք ունենանք։